Ընտրություններից 6 ամիս անց կենտրոնական իշխանության ու Գյումրիի քաղաքապետի սուր հակասությունների ֆոնին քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այսօր առաջին անգամ մասնակցում էին մարզխորհրդի նիստին, բայց ոչ թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր եկել, այլ նրա առաջին տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը։ Վարդան Ղուկասյանի տեղակալ փեսայից Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեցինք, ինչպես ստացվեց, որ որոշեցին այս անգամ մասնակցել նիստին։ Բայց ճիշտ ասած, առաջի անգամ ասելով նկատի ունենք, որ նոր ենք ստացել մենք այս անգամ, անցած անգամ այդ տեղեկությունը չունեինք, չէր եկել մեր սկրությունը, չգիտեմ ինչ պատճառով չէր ասել, թե չէ մենք չենք բացակայում, ոչ էլ առ ենք համարում մարզպետարանը։ Երեկ Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի համայնքապետարանը իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջերում իրար կարգի էին հրավիրում։ Արդյոք այդ մեղադրանքների ֆոնին փոխքաղաքապետի մասնակցությունը հաշտեցման ուղղված քայլ է։ Մեր աշխատանքային գործընթացն է, որը որից էլ արվարձան հետ էլ արվարձան նայենք, այլ աշխատանքները պետք է չկատարենք։ Երեկ մարզպետարանը բավականին կոշտ հայտարարությամբ Գյումրիի քաղաքապետարանին հորդորել էր համայնքապետարանի կայքն ու սոցիալական էջերը ոչ թե անձնական ու կուսակցական շահերին ծառայեցնել, այլ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրել համայնքի արած-չարածից։ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ ֆեյսբուքյան էջն օգտագործում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ, ինչն ինքնին անհարգալից վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ, ովքեր ակնկալում են համայնքապետարանի էջում տեսնել արված աշխատանքի մասին տեղեկատվություն։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն ասում է, մարզպետարանը վերահսկողության լիազորություն ունի, կառավարության որոշմամբ է սահմանված, թե ինչ բովանդակություն պետք է ունենա համայնքապետարանի կայքերը, բայց Գյումրիի համայնքապետարանը որոշել է փոխել խաղի կանոնները։ Արդյոք գյումրեցիները ուզում են իրենց քաղաքապետարանի էջում տեսնել անձնական նամակագրություններ կամ այլ քաղաքական ուժերի երկրի ղեկավարին վիրավորող արտահայտություններով պաստառներ կամ հայտարարություններ։ Վստահ եմ չեն ուզում։ Ճուշացավ նաև քաղաքապետարանի պատասխանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը, որը վերածվել է կուսակցական օթևանի իշխող ուժի ներկայացուցիչների համար, թող զբաղվի իր ուղիղ պարտականություններով եւ չփորձի հիմա էլ տեղեկատվական ստրկատեր դառնալ։ Մարզպետ Դավիթ Արուշանյանն ասաց, իր համար ակնհայտ է, թե ում ձեռագիրն է, ինքը չի պատրաստվում պատասխանել քաղաքապետարանի հանրային կապերի պատասխանատուին։ Ցավում եմ, որ Գյումրու քաղաքապետարանի էջը դարձել է Լիլիթ Աղեգյանի բլոգը եւ պատասխանի մասով այդ մասով ես գիտեք, որ Լիլիթ Աղեգյանին չեմ պատասխանում, ուղղակի տեղին կագաշներ եմ ուղարկում ամեն անգամ իր գրառումներին։ Վարդան Ղուկասյանի ու իշխանության հակասությունները վերջերս առավել սրվեցին, երբ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը դարձյալ պնդեց, թե Հայաստանը տեսնում է Ռուսաստանի հետ դաշինքում։ Վարչապետը հաջորդիվ հայտարարեց, թե Հայաստանի ինքնիշխանության դեմ հանդես եկողները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից։ Սա Ղուկասյանը քաղաքական հետապնդում է համարում ու բացատրություններ պահանջում Նիկոլ Փաշինյանից, պնդելով, թե հանրային դաշտից դուրս շպրտելը ֆիզիկական գոյության սպառնալիք է նշանակում, անգամ դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ Արուշանյանը թեև ընդունում է օտարերկրյա դեսպաններին դիմելու իրավունքը Ղուկասյանինն է, բայց չի հասկանում, թե ինչու։ Ինչի համար ենք դիմում, ինչ ռեպրեսիաներ կան քաղաքապետի հանդեպ, ես չեմ տեսել։ Եկեք ժամանակը մեկ չում հետ տանենք։ Եկեք ռեպրեսիաները հիշենք այն ժամանակներ, երբ որ հաջորդ ընտրություններում Վարդան Ղուկասյանին թույլ չտվեցին մասնակցել ընտրությունում։ Այդ մասին ես չեմ ասում, այդ մասին պարոն Ղուկասյանն է ասում։ Քրեական գործով մեղադրյալ Ղուկասյանը պարբերաբար հայտարարում է, որ իր համար ակնհայտ է իշխանությունների իրեն պաշտոնանկ անելու սցենարը։ Մինչև 26 թվականի ընտրությունները իրեն կալանավորելու են, փոխքաղաքապետ Փեսային պաշտոնանկ անելու ու ավագան ու այլ անդամների իրենց կողմը ներգրավելով իշխանությունը վերցնելու են Գյումրիում։ Արդյոք հենց այս սցենարով են փորձելու Գյումրիում իշխանությունը վերցնել։ Հետաքրքրվեցինք Շիրակի ՔՊԱ-ական մարզպետից։ Հիմի որևիցե սցենար չկա, պարոն Ղուկասյանը ինչի մասին է խոսում, չեմ կարող ասել, գուցե ինքը ինֆորմացիաներ ունի, մենք նման սցենար չունենք, մենք նման ծրագրով չենք առաջնորդվում։ Հոկտեմբերի 25-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհրապարակի միանգամից 2 եզրակացություն։ Արդյոք Գյումրիի քաղաքապետի Փեսային տեղակալ նշանակելու որոշման մեջ շահերի բախում կա, իսկ Փեսան էլ արդյոք խախտել է հանրային ծառայության մասին օրենքը ու աներոջ ենթակա նշանակվել։ Ավետիս Առաքելյանը ստացել է հանձնաժողովի գրությունը։ Իրավաբանները զբաղվում են։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ։
Ոչ, մենք մնալու ենք, երկար ենք մնալու։ Վարդան Ղուկասյանն ըստ ամենայնի առաջիկա օրերին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կհրավիրվի, քանի որ ուսումնասիրվում է նրա քաղաքպայմանագրի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարությունը։